Երբ Հիսուսին խաչելուց հետո տեղադրում են գերեզման եւ փակում մեծ քարով, յուղաբեր կանայք գալիս են, որպեսզի օծեն նրա մարմինը, բայց տեսնում են, որ նա այնտեղ չէ, լուրը շատ արագ տարածվում է, որ Հիսուսը հարություն է առել։ Հիսուսը իր աշակերտների հետ եւ Մարիամի հետ, իր մայրիկի հետ բարձրանում է լեռ եւ այնտեղ ինքը հարություն է առնում, համբարձում է երկինք եւ իր ոնց որ պատկանն է տալիս աշակերտներին տարածել քրիստոնեությունը աշխարհի 4 կողմերով հայր Աստծո, Որդի Աստծո եւ Սուրբ Հոգու Աստծով մկրտել մարդկանց եւ քարոզել քրիստոնեությունը։ Մարիամը եկեղեցում ծաղայս է լինում, երբ որ նրան մոտենում է Գաբրիել հրեշտակը եւ ասում է, որ նրան ունենալու է մի որդի, բայց Մարիամը նրան հուզված ասում է, որ նա ամուսնացած չէ, բայց հետո Գաբրիել հրեշտակը ասում է, որ դու ունենալու ես որդի, անունը դնելու ես Հիսուս։ Մանե Ջավադյանի դատարկ գերեզման, Էլեն Ծատուրյանի համբարձում, Տիգրան Հովսեփյանի ավետում եւ Կարինա Ղազարյանի դժոխքի ավերումը մանրանկարները մասնակցել են վերջերս կայացած Universe Art միջազգային փառատոնին։ Այդ ստուգատեսին 5-ից 18 տարեկան մոտ 600 երեխաներ են մասնակցել։ Էլենը, Մանեն, Տիգրանն ու Կարինան ուսանում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տան մանրանկարչության դասարանում։ Նրանց աշխատանքները Universe Art մրցույթում առաջին տեղ են գրավել։ Աշխատանքները ցուցադրվել են Նկարիչների միությունում։ Դասարանի մանկավարժը Ջուլիետա Վասիլյանն է։ Նա 7 տարի է դասավանդում է հայորդյաց տանը, գեղանկարչուհի է, մասնակցել է ցուցահանդեսների, նաև վիտրաժային նկարչությամբ է զբաղվում, նկարում է ապակու վրա, դասավանդել է Զարդարվեստի ուսումնարանում։ Հետաքրքիր է իրենց ինչ-որ բան սովորացնելը, արդյունքը տեսնելուց ես իրենցից ավելի շատ եմ ուրախանում եւ կարծում եմ, որ այդ ուրախությունը միանգամից փոխանցվում երեխաներին։ Իրենք իմ ոգեբորությունը տեսնելով արդեն ուզում են շատ նկարեն։ Երեխաները տեսնեք ինչ ոգեբորություն են ստանում, երբ որ Նկարիչների միությունում իրենք գնում, տեսնում են աշխատանքը։ Նկարիչների միությունը մի տեսակ այնպիսի վայր է, օջախ է, որտեղ ամենաբարձրագույն աշխատանքներն են ցուցադրվում։ Գևորգ Գևորգյանի Լևոն թագավոր աշխատանքը անցած տարի էր մրցանակի արժանացել։ Գևորգը հայորդյաց տանը գտել է այն, ինչը կարևոր է իր համար։ Հայորդյաց տանը հիմնականում դպրոցին ընդհանրապես նման չէ, այստեղ ուրիշ շրջապատ է, շատ հանգիստ եւ մեղ, որտեղ դու կարող ես շատ հանգիստ քեզից գալ, եւ դա իրականությունն է։ Ես միշտ հաճույքով եմ գալիս Հայորդյաց տուն, Հայորդյաց տունն էլ իր հերթին մեզի նվիրում է ամենալավ բաները, ինչ որ կարող է, կրոնի դասեր եւ ուխտագնացություններ։ Մալաթիայի հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սաները նաև փայտի վրա են նկարում։ Ջուլիետա Վասիլյանը պատրաստվում է նրանց սովորեցնել նաև ապակու վրա նկարելու հմտությունը։ Յուրաքանչյուր մանրանկարի վրա երեխաները աշխատում են երկար ու մանրամասն։ Մրցանակների արժանացած գործերը ստեղծվել են ամիսներ շարունակ, երբեմն անգամ տարի է տևել։ Դասարանի մանկավարժը հիացմունքով է խոսում, երբ սաները գույնից ավելի ու ավելի շատ երանգներ են ստանում։ Սաների մի մասի համար սա սիրած զբաղմունք է։ Մի մասն էլ ավարտելուց հետո ընդունվում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ, Զարդարվեստի ուսումնարան։